Գիտեք ինչպես ասես հարգելի բարեկամներ, որ տերունական աղոթքը ծերունական իմացողը դարձավ պատգամավոր, դարձավ մարզպետ, որպեսզի կառավարության տարածքային քաղաքականությունը իրականացնի եւ որպեսզի օրենքներ գրի, որ ազգը երջանիկ ապրի։ Գիտեք ինչպես ստացվեց, որ 90-ականներին Պապի Բերլինում կռվելի մասին պատմողը կամ 40-ականներին Արցախում էլի Պապի կռվելու մասին պատմողը, չեմ էլ հիշում որն էր, իրեն վնասած ստահակը, որպեսզի բանակում չծառայի, էլի դարձավ բարձր պաշտոնյա, էլի դարձավ պատգամավոր, ներկայացուցչական բարձրագույն մարմնի անդամ։ Գիտեք ինչպես ստացվեց, ինչու ստացվեց, որ այն անձնավորությունը, ում ժամանակին արգելում էին դառնա ազգային անվտանգության ծառայության սպա, այդ անձնավորությանը, ով միաժամանակ կուսակրոն եպիսկոպոսի պիջն է, հետագայում դարձավ ազգային անվտանգության ծառայության տնօրեն։ Գիտեք որն է պատճառը, հարգելի բարեկամներ, որ մի էժանագին սերիալում նկարահանվածը հետագայում դարձավ ազգային ժողովի փոխնախագահ, ազգային ժողովի նախագահ, այս շարքը կարելի է երկար թվարկել։ Գիտեք թե որն էր պատճառը, հարգելի բարեկամներ, որ այն անձնավորությունը, ով մեղադրվում է թուրքական գործակալ լինելու մեջ, այն անձնավորությունը, ով եղել է ազգային անվտանգության ծառայության սովորական գործակալ, կամ ինչպես ժողովուրդն է ասում, ազգային անվտանգության ծառայության սովորական բոզ, ես համամիտ եմ ժողովրդի հետ, այն անձնավորությունը, ով աշխատել է ցեղասպանության թանգարան ինստիտուտում եւ ինչ-որ կապ է ունեցել այդ ինստիտուտից հույժ կարևոր փաստաթղթերի գողության հետ, անցել է քրեական գործով, այս առումով կապ է ունեցել, այդ ստահակը դարձավ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ, վարչապետի տեղակալ, դարձավ Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ներկայացնող գլխավոր անձանցից մեկը։ Գիտեք որն է պատճառը, ու այս շարքը կարելի է ելի եմ ասում, անվերջ շարունակել։ Այն մարդը, ով առողջապահության հետ բացարձակապես, բժշկության հետ բացարձակապես կապ չունի, դարձավ առողջապահության նախարար։ Թե որն է պատճառը, որ նախկին ստահակներով բազմաթիվ հանցագործություններ էին արել, այսպես ինդուլգենցիա բաժանվեց բոլորի բջջերին եւ սկսեցին այդ մարդիկ այսպես հանգիստ շրջել ման գալ Հայաստանի Հանրապետությունում ու շարունակել իրենց սրիկա գործը։ Թե որն է պատճառը, ով ընդամենը մեկ սովորական շորթողը ազգային անվտանգության հետ էլի կապ ունեցածը, բայց ընդդիմադիր խաղացածը, կարողացավ լուծարել քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, մաքրել այսպես կոչված այն մարդկանցից, ովքեր պիտի ինչ-որ սկզբունքների համար, ինչ-որ ճշմարտությունների համար, պետության շահերի համար, ժողովրդին չխաբելու համար կռիվ տային, կարողացավ դա անել եւ կարգվեց հանցավոր ռեժիմի կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Դեք որն է պատճառը, ինչի դա տեղի ունեցավ։ Երբ նայում ենք մենք մարդկանց, նայում ենք բարձր պաշտոնյաների, ովքեր բացարձակապես առնչություն չունեն այդ պաշտոնների հետ, առնչություն չունեն, աղերս չունեն իրենց զբաղեցրած ստատուսի հետ, որն է պատճառը, հարգելի բարեկամներ, որովհետև տարիներ շարունակ բանակցում էին հողերը հանձնելու վերաբերյալ,
խճճում էին մարդկանց տերմիններով, տեղանուններով, բայց Հայաստանի Հանրապետության ներսում գեներացնում էին, որ հողանձնողին պիտի հանձնեն հողին։ Եվ ձգեցին այնքան ժամանակ մինչև սարքեցին 16 թվի ՊՊՑ գնդի գրավումը, ձգեցին այնքան ժամանակ մինչև սարքեցին 18 թվի հեղափոխությունը։ Եվ քանի որ կեղտոտ գործ կար անելու, ահա ընտրեցին այսպիսի ստահակներին, մեկը մեկից բեթար, մեկը մեկից սարսափելի, մեկը մեկից ստահակ, փողի համար մեռած, առանց հայրենիք, առանց սկզբունք։ Եվ այդ գործակալները ընտրեցին ամենանենգ գործակալներին, ամենանենգ մարդկանց, եւ այդ դրանք ուղղակի գերակատարեցին։ Ղարաբաղի պատճառով է, որ այս ստահակները գտնվում են այս պոզիցիաներում եւ պերմանենտ իրենց գործողություններով դժբախտություններ են բերում մարդկանց, խումար են խաղում մարդկանց ընտանիքների, կյանքերի, տների հաշվին։ Հասա է պատճառը, ուրիշ պատճառ չկա։ Ոչ Մադագասկարը, ոչ Մալթան, ոչ Ռուսաստանը, ոչ Պարսկաստանը, Հայաստանն են ներգրաված այս ավանտյուրայի մեջ։ Հայ ջոչերն են ներգրաված։ Եվ իհարկե ըստ նախասիրության ամեն մեկը միտեղ պիտի ուղղորդի։ Թե իրենք մեղավոր չեն, այլ մեղավորը այս կամ այն ուժերն են։ Նիկոլը շատ է ճշմարտություններ ասել։ Այդ ճշմարտություններից մեկը այն է, որ 18 թվականին ասում էր, այս շարժումը գույն արտաքին շահառուներ բան չունի, այս շարժումը զուտ ներքին հայկական շարժում է։ Իհարկե տարբեր մարդիկ ինչ որ նախասիրություններ կապեր ունեցել են, բայց այս շարժումը գեներացրել են հայ ջոչերը, որովհետև գործ կար անելու կեղտոտ եւ ընտրեցին իրենք ընտրեցին իրենց ստահակներին։ Եվ անցել է 7 տարի, ու քանի որ այդ ստահակները իրենց բռի մեջ են պահել եւ պահում պետությունը, քանի որ այդ ստահակներն են վերահսկում ֆինանսական հոսքերը, քանի որ այդ ստահակներին են ենթարկվում զինված մարդիկ Հայաստանի Հանրապետության, զինված բանդաների ներկայացուցիչներ, ովքեր տարբեր անուններով են կոչվում, ոստիկանություն, ԱԱՑ, ներքին զորքեր, բանակ եւ այլն, հա։ Բանակի վերնախավ ավելի ճիշտ զինվորների մասին չի խոսքը։ Խոսքը զինվորների մասին չի։ Քանի որ զինված տղամարդկանց իրենք պահում են իրենց ձեռքում ֆինանսական հոսքերը, քանի որ միկրոֆոնով ժուրնալիստներին պահում են իրենց ձեռքում, ահա կարողացել են այնպես անել, որ այս թեմաները չխոսվեն, քիչ խոսվեն կամ այս թեմաների մասին խոսողները հանդիպեն տարբեր խոչընդոտների։ Շատ մարդկանց կարող եք քիչ ժամանակով խաբել, քչերին կարող եք երկար խաբել, բայց բոլորին մշտապես հնարավոր չէ խաբել։ Սրիկաներ, բոլորին հնարավոր չէ խաբել։ Այս ավանտյուրայի մասին գրվելու են գրքեր, հոդվածներ, այս ավանտյուրայի մասին նկարահանվելու են ֆիլմեր, մուլտֆիլմեր։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության այդ ինստիտուտի մասին դեռ երկար խոսվելու է։ Այն մարդկանց մասին, ովքեր եղել են պատասխանատու այդ ինստիտուտի եւ կապ են ունեցել Նիկոլի իշխանության բերվելու հետ, այդ ամենը կազմակերպելու հետ անուն առ անուն, փաստերով, արգումենտներով խոսելու են, գրելու են, ցուցադրելու են, որպես հանցակիցներ, այս ամենի հանցակիցներ, մարդիկ, ում գործունեության բերումով սպանվել են հազարավոր պատանիներ, հազարավոր երիտասարդներ, մարդիկ, ում գործունեության բերումով տասնյակ հազարավոր ընտանիք մնացել են անտուն, մարդիկ, ում գործունեության հետևանքով դարերով հայկական Արցախը, որտեղ դարերով ապրել են հայեր, հայերեն խոսքն է հնչել, հայաթափվեց։
ես ձեր տիրոջ մերը